Թանկագիներ, դուք գիտեք, որ մենք ունենք հողատարածք, որտեղ պետք է կառուցենք մեր եկեղեցու շենքը։ Հետևաբար պետք են գումարներ, որպեսզի մենք կարողանանք սկսել արդեն շինարարությունը եւ Աստծո շնորհքով եւ օրհնությամբ հասցնել ավարտին։ Ուրեմն ոչ միայն ձեզ եմ դիմում որպես այս եկեղեցու ժողովուրդ եւ անդամներ, այլ նաեւ դիմում եմ նրանց, ովքեր մեզ հիմա համացանցով դիտում են։ Իդեպ ասեմ, մեզ շատ մարդիկ կան, որ համացանցով դիտում են, եւ շատ մարդիկ կան, որոնց սիրտը շատ լայն է, եւ հույս ենք տածում, որ պատրաստական են, որպեսզի նաեւ իրենց առատ ներդրումներ անեն, որպեսզի մենք կարողանանք մեր եկեղեցին շինենք, կառուցենք, հետագայում տեղափոխվենք այնտեղ եւ մեր Տիրոջը պաշտենք ու մեծարենք։ Հավատում ենք, որ որքան կմեծանա տարածքը, այնտեղ էլ Աստված նոր հոգիներ կբերի եւ մարդիկ կգան աշխարհից կդառնան մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսին։ Որտեղ մեր նպատակը մեր թագավորությունը հաստատելը չէ, այլ Քրիստոսի թագավորությունը։ Այնպես որ դիմում եմ եւ ձեզ եւ բոլոր նրանց, ովքեր մեզ համացանցով դիտում են։ Աստված օրհնի բոլորիդ ընտանիքները, բոլորիդ ֆինանսները, Աստված օրհնի, որ դուք առատապես ցանեք։ Իդեպ ասեմ, ինչ վերաբերում է մեր եկեղեցուն, Փարոս եկեղեցուն, մենք եղբայրներով այսպես որոշեցինք։ Ամեն ամսվա վերջին կիրակի օրը համարում ենք հետևյալը, այսպես ենք հաստատում։ Ընծայի բաժին, երբ որ պետք է արդեն գանք գցենք բանի մեջ, ուրեմն պարկի մեջ, երբ որ պարկը պատտում է, այդ վերջի կիրակին, ամեն ամսվա վերջի կիրակին պարկը չի պատտի, այլ այստեղ ինչ որ մի զամբյուղ, մի բան կդնենք այստեղ։ Եվ դա կլինի նվիրատվությունների օր, այսինքն հանգանակության օր։ Ինչ որ դնում ենք, մենք բերում ենք շինության, եկեղեցաշինության առումով եւ դնում ենք այդտեղ։ Մոտենալով բերում ենք, թե ծրարի մեջ կլինի, թե բաց կլինի, ամեն ամսվա վերջին կիրակին։ Սա հիմնականում գնում է եկեղեցու շինության վրա։ Եվ Տերը ձեզ օրհնի, չեմ կամենա, որ որևէ մեկը հանկարծ սրտ նեղվի, ասի էլի փողի մասին է, հարազատս, մի նեղվի, մի բեր։ Խնդրում եմ մի նեղվի։ Եթե նեղվելու ես, մի բեր, դու հանգիստ եղի, դու ազատ ես։ Եղավ, քեզ ոչ մեկ ոչ մի բան չի ասելու, մենակ մի նեղվիր, եղբայրս քույրս, լավ զգա քեզ։ Եղավ, Տերը քեզ օրհնի։ Իսկ ով որ կուզենա, կկամենա, իր սրտում դրված է, որպեսի գա եւ ասի Փարտիրոջը, այդ եկեղեցու մի քարի փողը, կամ չգիտեմ 20 քարի փողը, կամ չգիտեմ այսքան ցեմենտի փողը տվեցի, եւ երբ որ կգնաս այդ շենք հետագայում կմտես, դու լավ կզգաս, կասես, ես էլ իմ ուրույն ներդրումն եմ ունեցել Տիրոջ տան համար։ Եվ ինչպես հարյուրապետը գրված է պատմության մեջ, հարյուրապետ մեկը կար, որ ազգությամբ հրյա չէր, որտեղ հետագայում բարեխոսներն ասում էին, որ մեր ազգին սիրում է ինքը, հրյաները ասում են մեր ազգին սիրում է, հետեւաբար հրյա չէր։ Բայց խնդիր ուներ ծառան մահամերձ հիվանդ էր։ Եկան գիտես ինչ ասեցին Հիսուսին, ասին էս մարդը մեր ազգին լավություն արել, մեզ համար ժողովարան է կառուցել։ Թեև հրյա չի, բայց մեզ համար ինքը Աստվածավախ մարդ է, ժողովարան է կառուցել իր ֆինանսներով, ինքն է կառուցել, դա իր փողով արել, որ մենք գանք եւ մեր Տիրոջը պաշտենք։ Այսպեսի խոնար մարդ էր եւ Հիսուսը նրա ծառային բժշկեց։ Սրանից հետևություն չկա մեկը, որ հանկարծ ցանի ու առատապես չանցի։ Ամեն։ Եղավ ժողովուրդ ջան։ Ես չեմ ասում տվեք որ տրվեք իմաստով, բայց սա փաստ է, սա իրականություն է։ Այնպես որ Աստված օրհնի տվողներին էլ, տվողներին էլ առատապես օրհնի։ Ով ինչ կցանի Տերը առատապես իրեն լեցուն թող տա։